բացատրես ինչ ես անում ստեղ։ Ես վտանգավոր եմ բահում, ինչի ինձ տեղեր չես տալիս։ Ինչ որ հիմա անում ես իմ դեմ չի, քո երախու դեմ է։ Ոչ մի բանի մասին չմտածես, այս անգամ ես քեզ մենակ չեմ թողնելու։ Հրաչում տուն գնացել էի, ամեն ինչ գիտի, ինքը տեսա ուղերձա ձայնագրել, ինձ թվում է զգում է, որ իր հետ ինչ-որ բան կարա լինել։ Ինձ ասել ես, որ Ալիսը վատ է, ծեծում են, ճնշում են։ Ալիսը հիմա շատ ավելի լավ է, քան առաջ։ Հավատա ինձ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Ով ես դու, Բելա։ Ինչ ա ուզածդ, ինչի համար ես ամեն ինչը։ Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ նկատել են, որ գիշերն ավելի է մտնում լուսաբացից անմիջապես առաջ։ Երևի լույսից պաշտպանվելու համար գիշերն իր վերջին ճիգերն է գործադրում, որ չհանձնվի։ Պիտի անպայման ամենածանր պահերին ուժ գտնես հիշելու սա։ Մտածես, որ եթե էլ չես կարողանում պայքարել, ուրեմն մի քայլ է մնացել։ Ու ինչքան էլ որ հոգնած լինեն ոտքերդ ու ձեռքերդ կոտրված, արա այդ քայլը։ Բելա։ Բարի երեկո։ Ես իհարկե 1000 անգամ ներողություն եմ խնդրում, որ այս տարբերակով եմ մտել ձեր տուն։ Բայց մենք պիտի խոսենք ու շատ լուրջ։ Եթե մեր խոսակցությունը չստացվի ու ես այս տանից դուրս գամ, ձեզ հետ ուրիշ մարդ է խոսալու, որը չեմ կարծում, որ այդքան էլ հարմար տարբերակ է ձեր համար։ Ես ձեզ հարցեր ունեմ, բայց որպես սկիզբ պատրաստ եմ ինքս ձեր հարցերին պատասխանել։ Հրաչ չէ, եթե չեմ սխալվում։ Ձեր մասին վերջին ինֆորմացիան, որ կարելի է գտնել, դա ձեր մահվան լուրն է։ Եթե սխալվում եմ ինչ-որ հարցում, կարող եք ուղղել։ Հիմա խոսում ենք։ Ես քեզ բան էի ասել, մենք խոսել էինք։ Սպասին արել։ Ասում ես պատրաստ ես նախ դու հարցերին պատասխանել։ Ճիշտ հասկացա՞ք ես։ Ճիշտ հասկացաք։ Այս խոսակցությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Այս խոսակցությունն արդեն անխուսափելի է։ Ես իրեն չեմ վստահում։ Ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ես պիտի մտածեմ ձեզ վստահելու մասին։ Եթե ես այստեղ եմ, այդ նշանակում է, որ ես շատ բան գիտեմ։ Ավելի խելամիտ կլինի, որ խոսենք ու հասկանանք իրար։ Օրինակ, ինչ եք ուզում դուք, ինչ կապ ունեք իրար հետ ու ինչպես է ստացվել, որ Ալիսի մտերիմ ընկերուհին Ալիսի ետևում ինչ-որ բան է ձեռնարկում։ Ինձ էլ համոզում է, որ հանգիստ թողնեմ այդ խեղճ հիվանդ կնոջը, ով ժամանակին մարդ է սպանել, դե հիմա էլ ժամանակ է անցել, ոչինչ հնարավոր չի փոխել։ Ես քեզ ամեն ինչ ասել եմ։ Դուք ինձ ասել եք, որ Ալիսն է սպանել, բայց ես կասկածներ ունեմ եւ չեմ հավատում այդ վարկածը։ Նորմալ հասար։ Գոր, հենց նոր մեր պատուհանի մոտ մարդ կար։
Պատուհանից ներս էր նայում։ Ես պետքա շուտ տնից դուրս գամ, բայց լավ կլինի, որ դու գաս։ I'm sorry, but the person you called. Դու դեռ չես պատկերացնում, բայց քո հաջողություններն ու առաջընթացը ամեն ինչ փոխում են մեր կյանքում։ Ես էլ Ալիսն էլ միայն քեզ ունենք։ Կարևոր չի ես ինչերի եմ հասել ու ինչ եմ ստեղծել։ Ծնողի համար զավակի հաջողությունները ավելի կարևոր են, քան իր սեփականը։ Ես քեզ խնդրում եմ, որ ավելի լուրջ տրամադրվես ու ուրիշ ոչ մի բանի մասին չմտածես։ Ալիսի հետ կապված բոլոր հարցերը ես վերցնում եմ ինձ վրա։ Ու էլ եմ ասում, հիմա ինքը շատ լավ է։ Ես համատելու բան ունեմ։ Դրա համար էլ վստահ ասում եմ։ Մաման պատրաստ է։ Պատրաստ է։ Հիմա կգա։ Տեսքդ շատ սիրուն է։ Արդեն պիտի գնանք։ Երկու րոպե։ Լավ։ Պայմանավորվել ենք, որ նախ մենք ենք հարցեր տալիս։ Լսում եմ, բայց եթե պիտի խոսենք ու մինչև վերջ ճիշտը չասենք, անիմաստ է դառնալու այս խոսակցությունը։ Դուք ինչ հետաքրքրություն ունեք այս գործի հետ կապված։ Ես գիտեմ, որ տարիներ առաջ սպանություն է տեղի ունեցել։ Ու այդ սպանության համար պատիժակրում մեր ուժանը։ Անմեղ մարդ, ցմահ ազատազրկված է։ Մեր ուժի ընտանիքը համակերպվել էր այս իրականության հետ, բայց հիմա որոշել է, որ արդարությունը պետքա վերականգնվի։ Բելա դու ընդամենը ուսուցչուհի ես։ Ես լրագրող եմ։ Հետաքննող լրագրող։ Ո՞վ է քեզ դիմել։ Ես գիտեմ, որ չկա մեկը, որը հստակ գիտի, թե ինչ է եղել այդ օրը։ Գուցե ենթադրություններ անեն, բայց իմանալ չեն կարող։ Արամը չկա, մեր ուժը եթե ինչ-որ բան իմանար, դատարանում կպաշտպաներ իրեն։ Ալիսը ոչինչ չի հիշում։ Մնում եմ ես։ Այսքանից ավել ոչինչ չեմ ասելու։ Բայց ուզում ես, որ լրիվ անկեղծ խոսեմ հետդ։ Արդար չի։ Ամենայն դեպս ազնիվ եմ։ Ես դեռ չեմ կարող ձեզ վստահել։ Նարինեին տեսել եմ Ալիսի կողքին։ Այդ ընտանիքից եւ ոչ մեկ անգամ պատկերացում չունի, որ դուք իրար ճանաչում եք։ Ձեզ համարում են մահացած, բայց ստացվում է, որ Նարինեն այսքան տարի ամեն ինչ իմացել է ու ձեզ հետ շփվել է։ Ուղղակի չեմ կարողանում այս պատմության սկիզբը հասկանալ, որ հասնեմ մեր օրեր։ Ամեն ինչ ճիշտ է, բացի նրանից, որ ոչ ոք չգիտի, որ ես ճանաչում եմ Նարինեին։ Ես ու Նարինեն ճանաչում ենք իրար արդեն մոտ 30 տարի։ Նույնն էլ Վահանն ու Ալիսը։ Նարինեն իմ ընկերուհին է եղել, մեր բոլորի ընկերուհին, բայց ինքն էլ բոլորին ման կարծել է, որ ես մահացել եմ վթարից։ Ընդամենը 2 տարի առաջ եմ իմացել ճշմարտությունը։ Ես իհարկե քննիչ չեմ եւ չեմ պատրաստվում ձեզ հարցեր քննել, բայց ուզում եմ իմանալ, որ ես մինչև վերջ գնալու եմ։ Ու եթե կարիք լինի, Դավիթն էլ է իմանալու այս ամեն ինչի մասին։ Այդ այն դեպքում, եթե մենք ընդհանուր հայտարարի չգանք, որովհետև ստիպված կլինեմ բացել բոլոր խաղաքարտերը։ Ես գիտեմ, որ դուք փաստեր եք հավաքում։ Ալիսի ֆոտոները, որոնք վստահաբար օգտագործելու եք Վահանի դեմ։ Գիտեմ նաև, որ տեսաուղերձ եք ձայնագրել, որը նվիրված է Ալիսին։ Ուրիշ բան չգիտեմ։ Եկեք սկսենք այն տեղից, որտեղ կանգ առանք։ Ալիսն է սպանել Արամին։ Սպասի նոր։ Հա, Ալիսն արել։
վիճել են հրել է ու պատահական մահացել է։ Դիտավորյալ չի արել։ Հետաքրքիր է ստացվում։ Ալիսն է սպանել Արամին, բայց դուք թաքնվում եք Բալյանից։ Ալիսն է սպանել Արամին, բայց տեսաուղերձը հղում եք Ալիսին։ Էդ ինչ պիտի ասեք Ալիսին, որ ինքը չգիտի, եթե ինքն է սպանել։ Մի արա Բելա, մի խառնվիր ես ամեն ինչին։ Մարդ չկա։ Հա, բայց ես խելագար չեմ, չէ՞։ Իմ աչքին էլ ոչ մեկ չի երևում։ Հա, բայց այս պահին մարդ չկա, Սոֆա։ Ամեն դեպքում դու ճիշտ էիր։ Ավելի լավ է ինձ ուղեկցես։ Շատ հաճելի է, որ ամեն անգամ ինձ հակառակվում ես, բայց հետո վերջում մեկը անում ենք նենց, ոնց որ ես եմ ասում։ Դե որովհետև դու շատ խելացի ես։ Ինչքան է տևելու գործդ։ 3 ժամ։ Մի հատ էլ պտտվեմ տան շուրջը կամ գնանք։ Քանի որ արդեն համագործակցում ենք, ուզում եմ իմանաս, որ կարևոր տեղ եմ գնում։ Ասել էի քեզ գործի մասին խոսելու համար։ Եթե զգամ մի բան չի հասցեք ուղարկեմ քեզ։ Ուշադիր եղիր հեռախոսիդ։ Չեմ մոռացել, հեսա գալիս եմ։ Չուշանաս, Չէ, ոնց կարող է ես հենց կարևոր առիթից ուշանամ։ դե սպասում եմ։ Լավ։ Դուք վտանգում եք ձեզ։ Մտել եք Բալյանի տուն, հետևում եք ինձ։ Շատ լավ իմանալով, որ Բալյանը ոչ մի բան առաջ չի կանգնի։ Միայն թե այս պատմությունը ջրիդես դուրս չգա։ Բալյանը Ալիսին է պաշտպանում։ Վահանի համար մահվանը հավասար բան կլինի, եթե Դավիթը իմանա այս մասին։ Նրա ազգանվան վրա բիծ մնա։ Դու գիտես Վահանը փառասեր մարդ է, ինքդ ես տեսել դա, տեղյակ ես դրա մասին։ Իսկ ալիս այս տարիների ընթացքում կորցրել է իրականության զգացումը ու ապրում այն կյանքով, որ իրան պարտադրել է։ Ալիսը հիշում է, ամեն ինչ հիշում է։ Ալիսը գիտի, որ մարդ է սպանել, ինքն է ասել ինձ։ Ալիսը գիտի, որ չի կարող Դավիթի հետ խոսել, որովհետև մտածում է Դավիթի մասին, բայց դրանից առավել վախենում է ամուսնուց։ Ալիսը գիտի, որ անմեղ մարդ է դատապարտված։ Էլ ինչ մնաց։ Էն որ դուք ողջ եք, համաձայն եմ, որ այդ մասին չգիտի, բայց ինչա դա փոխելու։ Դուք ինքներդ ասացիք, որ 25 տարուց ավել անցել է։ Ոնց կարա ձեր ողջ լինելը ազդի անցյալում եղած պատմության վրա։ Սկսենք իմ մահից։ Գուցե ձեր համբարձվելուց սկսենք։ Այսքան տարի հետո ձեր հայտնվելու պատճառը ավելի հետաքրքիր է, քան այն թե ինչի եք բեմադրել ձեր մահը։ Ինչի որոշեցիք հայտնվել։ Որովհետև շատ պատահական իմացա, որ Բալյանը Նարինային որպես բարի կամքի դրսևորում վերցրել էր իր տուն աշխատանքի։ Եթե հարցը ինձ վերաբերվեր, ես կապրեի այնպես, ինչպես որ մինչև հիմա եմ ապրել։ Եթե ուզում եք դրա անունը վախ դրեք, ես դեմ չեմ։ Բալյանը ամեն ինչի ընդունակ էր ու հնարավորություններ էլ ուներ։ Իսկ ես ոչինչ չունեի։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ ամենակարևորը։ Ալիսն է սպանել, թե չէ։ Եթե չէ, ինչի է տենց մտածում։ Մենակ չասեք, որ հիպնոզի են ենթարկել, որ հիշի այն, ինչ որ չի եղել։ Խորհրդավոր պատմություններ չեմ պատմելու։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Եվ Ուզում եք իմանալ ով է սպանել։
Ալիսը։ Բայց կանխամտածված սպանություն չի եղել։ Ուղղակի վիճել են հրելա եւ Արամը ընկելը։ Կանխելով ձեր հարցը ասեմ, որ նամակ եմ ձայնագրել Ալիսի համար, որտեղ բացատրում եմ ինչի անհետ ասա, ինչի մահազ բեմադրեցի։ %100% համոզված չեմ, բայց մտածում որ Մարկն է եղել։ Ցանկացած ինչ որ մեկը կարող է այս ծխախոտից ծխել, բայց այս պարագայում շատ ավելի հավանական է որ Մարկն է եղել, քան որևէ անծանոթ մեկը։ Մտքովս անցել էր, է։ Գնացինք լավ։ Շուտով կսկսեն գալ։ Հանգիստ եղիր տղես, չլարվես։ Այստեղ բոլորն էլ մեզ ճանաչում են։ Դու էլ ընդամենը ծրագրերիդ մասին ես պատմելու։ Բարև Արմեն ջան։ Ողջույն։ Ոնց ես։ Փոխանցեմ գամ։ Ոնց հաստատվել։ Շատ։ Հնարավորինս փորձել ենք։ Մենք շատ մտերիմ ընկերներ էինք։ Միասին էինք սովորել ու հետո էլ շփվում էինք։ Ալիսն էլ էր մեր կուրսից։ Ստացվել էր այնպես, որ Արամն էլ, Վահանն էլ սիրում էին Ալիսին, իսկ Ալիսը երկար ժամանակ ոչ մեկին չէր ընտրել։ Ես դժվար թե կարողանամ պատմությունը սկզբից սկսել ու ճշգրտությամբ առաջ գնալ։ Մտքերս խառն։ Ես ձեզ կհասկանամ։ Մի օր Արամը շատ ուրախ եկավ ու ասաց, որ Ալիսի հետ մինչև առավոտ խոսել են հեռախոսով։ Վահանին դուր չեկավ իհարկե, բայց ոչինչ անել չէր կարող։ Ալիսն իր ընտրությունն արել էր։ Այս պատմության մեջ կարևոր է իմանալ, որ Ալիսը ապահով ընտանիքից էր։ Ալիսի հոր հնարավորությունները կարող էին ցանկացածի առաջ դռներ բացել, ու այդ ավելի ցանկալի էր դարձնում Ալիսին։ Այսինքն դա է եղել պատճառը, որ Արամը ուզեցել է ամուսնանալ Ալիսի հետ։ Չէ, Արամը իսկապես սիրում էր Ալիսին, բայց Վահանը ուրիշ պլաններ ուներ։ Այս պատմությունը հասկանալու համար պիտի լավ ճանաչեք Վահանին, թե չէ ամբողջ խորությամբ չեք կարող ընկալել պատմությունը։ Վահանը առանց հայր էր մեծացել, ամբողջ կյանքում պայքարում էր բոլորի դեմ։ Վահանի համար փակ դռներ չկային, եթե պետք էր նպատակին հասնել։ Վահանի խոսքը միշտ ծանր էր։ Եվ նրա կարծիքը կարևոր էր դառնում այնտեղ, որտեղ որ հայտնվեր։ Ինքը իսկապես առաջնորդ էր։ Ու Ալիսի կորցնելը ծանր էր տանում։ Խնդրում եմ ոչ մի բան մի թաքցրեք։ Այդ օրը բոլորս հավաքվել էինք, որ նշեինք Արամի ու Ալիսի նշանադրությունը։ Արամը առաջարկություն էր արել Ալիսին, Ալիսն էլ համաձայնվել էր։ Մեծ հավաքույթ չէր լինելու, որովհետև Ալիսի հայրը նոր էր մահացել։ Մի րոպե, այսինքն մահացել է այն ընթացքում, երբ որ շփվում եք։ Դե 2 ամիս հանդիպում էին։ Այդ ընթացքում ավարտել էինք համալսարանը։ Ալիսի հայրը հանկարծամահ եղավ։ Ալիսը մնացել էր մենակ, մայր էլ չուներ։ Մտածեցին լավ կլինի, որ ամուսնանան ու միասին ապրեն։ Այդ օրը հավաքվել էինք նշելու։ 4-ով էինք ու հետո մեր ուժը միացավ։
Մերուժն էլ էր ձեր կուրսից։ Չէ, Մերուժը Արամի ընկերն էր։ Մեկ գալիս էր մեր հավաքույթներին ու այդ օրն էլ եկավ։ Խմում էինք։ Շատ։ Ու Մերուժը վատացել էր ու երեկույթի կեսից գնաց։ Մեզ թվաց, որ գնաց, բայց հետո պարզվեց, որ իրականում մնացել էր, վատ էր զգացել ու սենյակներից մեկում քնել էր։ Հետ ուշ պարզվեց։ Հետո։ Ասեցի, որ Արիսենստանն էինք հավաքվել։ Չէ։ Արամը ասեց, որ կմնա։ Ես ու Վահանը դուրս եկանք։ Էլի եմ ասում, ոչ ոք չգիտեր, որ Մերուժը տանն է։ Ես մի անգամից տուն գնացի, հետո Վահանը զանգեց։ Ասեց, որ Ալիսն է իրեն զանգել։ Վիճել են Արամի հետ, հետո Ալիսը հրել է Արամին, Արամը ընկած է գետին ու չի շարժվում։ Այսինքն ստացվում է։ Մի րոպե։ Դու չես պատկերացնի հիմա ինչ ա կատարվում Հրաչի հետ։ Ուզեն ասել չես կարող պատկերացնել։ Հուսով եմ չեմ ուշացել։ Չեք ուշացել։ Սա վերցրեք, երբ Դավիթը իր խոսքը ավարտի կմիացնեք։ Ուշադիր եղեք, որ ճիշտ պահի միացնեք։ Ուզում եմ, որ ամեն ինչ իդեալական լինի։ Լավ։ Հետո Վահանը եկավ իմ հետևից ու գնացինք Ալիսենց տուն։ Ալիսը ահավոր վիճակում էր։ Գոռում էր, ճչում, լացում, ու հետո լռեց ու նստեց գետին։ Ու երկար ժամանակ նստած էր գետին։ Մերուժին բռնեցին, որովհետև գտել էին հենց նոր արթնացած ու այդ տան մեջ։ Ու ոչ մեկի մտքով չանցավ, որ Ալիսը կարող էր նման բան անել։ Մերուժը սկզբում չէր հիշում նախորդ օրը ինչ ա եղել։ Քննիչին ասել էր, որ քիչ ա խմում, բայց այդ օրը չէր դիմացել։ 2 ամսից ավել Ալիսը վերականգնողական կենտրոնում էր ու քիչ էր հետաքրքրվում դատական պրոցեսով։ Դրանից հետո ես ինքս արդեն չեմ հիշում, թե ոնց եմ ապրել։ Վահանն էլ հետս չէր խոսում։ Ասում էր, որ թուլամորթ եմ։ Վախենում էր, որ մի օր էլ Ալիսի անունը կտամ, ասում էր, որ հեռու մնա։ Մի ամիս հետո ասեց, որ ամուսնանում են։ 10 օր անց ամուսնացան։ Վահան Ալիսին համոզել էր, որ պաշտպանության համար ճիշտ կլինի, որ ամուսինը լինի։ Սկզբում ֆիկտիվ ամուսնություն էր։ Հետո արդեն ինքներդ գիտեք։ Այսինքն Ալիսն է սպանել։ Հետո սկսեցին հետևել ինձ։ Ամեն քայլափոխին զգում էի, որ հետևում են ինձ։ Մի անգամ նույնիսկ կրակել են իմ ուղղությամբ, բայց հատուկ չէ, ուղղակի վախեցնելու համար։ Ես Նարինեի հետ կապերս կտրեցի, որ իրեն նշանառության տակ չառնեն։ Ու մի օր երբ եկա տուն, տեսա տունս վառվում է։ Ու հասկացա, որ ավելի լավ է ինքնասպան լինել, քան սպասել, թե երբ են քեզ սպանելու։ Վթար ոնց եք կազմակերպել։ Բադիակ չի եղել։ Չեմ պլանավորել։ Ստացվել էր հենց, որ մեծ վթար էր։ Մեքենաները ուղևորների հետ մոխրի էին վերածվել։ Ես տարածքում էի, քաղաքից էի հեռանում։ Մասնագիրս ուղղակի թողեցի այդ տարածքում։ Բոլորը վստահ էին, որ ես մահացել եմ, իսկ ես ապրում էի ուրիշի կյանքով, ուրիշի անունով։ Իսկ թե ինչի վերադարձա, արդեն ասել եմ։ Ցավում եմ, որ նորություն չբացահայտեցի ձեզ համար, բայց ձեզ է պատմությունը։ Հիմա Ալիսը լուրջ առողջական խնդիրներ ունի, ու ես չեմ ուզում վնասել իրեն։ Բայց կարողացել եք թույլ տալ, որ անմեղ մարդուն ցմա ազատազրկեն։ Իսկ Արամն ու Ալիսը ինչ էին վիճել։
Դուք ինքներդ ասացիք, որ սիրում էին իրար։ Այդ ինչ պիտի եղած լինի, որ Ալիսը հրի գցի Արամին։ Բոլորն էլ վիճում են, բայց այդ աստիճանի։ Դե հերիքա Բելա, վերջ տուր։ Ամեն դեպքում սա ոչ մի բան չի փոխում։ Եթե Ալիսը հիվանդ է կամ ձևացնում է, որ հիվանդ է, մենք միևնույնը ընթացք ենք տալու գործին։ Մեր ուժը պիտի արդարացվի, ու դուք ուզեք թե չէ, պիտի մասնակից լինեք այս պատմությանը։ Դուք պատմելու եք ճիշտը։ Գոնե այսքան տարի հետո մաքրեք ձեր խիղճը։ Ես արդեն անում եմ։ Ինչ եք անում։ Բելա, վերջ տուր։ Ինչ եք անելու։ Խոսելու եք, բոլորը իմանալու են, որ մեր ուժը չի։ Հետո կիմանաս։ Ինձ մոտ տպավորություն է, որ ես ձեզ էլ չեմ գտնելու։ Մենք այստեղ ենք։ Ու ոչ միտեղ չենք գնալու։ Այս խոսակցությունը կշարունակենք ավելի ուշ։ Իսկ հիմա Բելա, դուրս արի այստեղից։ Գնա։ Դավիթ ջան, մեր ամենապատվավոր, ամենահարգալից հյուրերն են, հենց որ խնդրեմ ծանոթացիր։ Դավիթ շատ հաճելի է։ Զախել։ Հարգանքներս։ Շատ գեղեցիկ եք գալիս։ Շնորհակալ եմ Արմեն։ Ես գնամ Դավիթիդ երկու բառ խոսեմ գալ։ Արմեն։ Քանի որ դու Դավիթի մտերիմ ընկերն ես եւ համարյա հարազատ մարդ, քեզ մի անկեղծ հարց ունեմ եւ ակնկալում եմ անկեղծ պատասխան։ Խնդրեմ։ Նախորդ քո այցելությունը մեզ ուղղակի այցելություն էր, թե հատուկ նպատակ ուներ։ Տիկին Ալիս, մինչև ձեր հարցին պատասխանելը ես պետք է ձեզ հարց տամ։ Ու պետք է վստահ լինեմ, որ այս խոսակցությունը ճիշտ է։ Լսում եմ։ Դուք իմ օգնության կարիք ունեք։ Եթե ունեք, եթե կա մի բան, որ ես պետք է իմանամ, ասեք։ Լսում եմ։ Տեսա, որ զանգել ես մի քանի անգամ, մտածեցի կարևոր է։ Կարևոր է այնքանով, որ կուզեի ես միջոցառմանը դու էլ ներկա լինեիր։ Ու ամեն դեպքում ինչ հարաբերություններ էլ որ ունենք, Քո կարծիքի իմ համար կարևոր է։ Կներես, բայց չեմ կարող։ Չզարմացա։ Վստահ եմ, որ ամեն ինչ ճիշտ կանես։ Հետո կխոսենք, թեկուզ վաղը։ Կսպասեմ զանգիդ։ Այ հիմա զարմացա, որ ուզում ես խոսենք։ Ուզեմ թե չուզեմ անհրաժեշտ է։ Չէի ուզի քո կյանքի վատ անակնկալների հեղինակը ես լինեի, բայց ուրիշ տարբերակ չկա։ Չհասկացա։ Թող երեկույթը վերջանանք, խոսենք։ Հիմա կարևոր է, որ դրա վրա կենտրոնանաս։ Հաջողություն քեզ։ Կարծում եմ ավելորդ է խոստանալ, որ ձեր ասածները մենք երկուսով ենք իմանալու։ Եթե իմ ինֆորմացիան ճիշտ է, ուրեմն դուք շատ լավ գիտեք ես ինչի մասին եմ խոսում։ Վաղը արի մեր տուն, կամ ինձ հրավիրիր որևէ տեղ շրջանալու։ Դավիթը կուրախանա, երբ իմանա տնից դուրս եմ գալիս։ Մամ ջան, արդեն ժամանակն է։ Շուտա։ Ես գնամ աղանի մոտ։ Ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Նմանապես։ Կյանքում չէի պատկերացնում, որ բեմ Բարսանելը սենց դժվար կլինի։ Քեզ ինչի համար ասա։ Դու էիր ասում, որ հետը կապ պահել։ Ես էլ տարբերակ եմ գտել հետը շփվել։ Ինչ տարբերակ։ Դավիթ ջան, սպասում ենք։ Հիմա տեսեք մեր տղան մեզ ոնց ուրախացնելու։ Շատ զբաղված ես։ Դավիթի երեկույթին է որտեղ ես հիմա։ Ես արդեն դուրս եկա, բայց հետո կխոսենք։ Ամեն դեպքում այն ինչ ասել եմ Ալիսի մասին ճիշտ է։ Լավ կլինի հետը խոսես, փորձես պաշտպանել, կողքին լինել։ Ու համոզես, որ
Ինչքան լռի, այդքան ավելի վատ է լինելու ու դժվար։ Ավելի པարզ կարող ես խոսել։ Վաղը ավելի པարզ կխոսեմ։ Հիմա չխանգարեմ։ Հիմա լավ ես զգում քեզ։ Լավ է։ Այս աղջիկը էլի կգա։ Գիտեմ, ես ասում էի, որ կարիք չկա հետը խոսելու։ Ես ասել եմ այն, ինչ որ ինքը գիտեր, ինչի մասին որ կասկածում էր։ Չեմ ասել ճիշտը։ Չեմ ասել, որ հենց մեր ուժն է սպանել, ու հիմա արդարացիորեն կրում է պատիժ։ Թող մտածի, որ անիստն է, այդպես ավելի ճիշտ կլինի։ Իսկ պետք է, որ ինքը այդպես մտածի։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գլենդելցիներ։ Այս երեկույթը սովորական միջոցառում չէ։ Սա համայնքի ուժի, միասնության եւ հավատարմության ապացույցն է։ Գլենդելը մի քաղաք է, որտեղ գրեթե բոլոր հայերը միմյանց ճանաչում են։ Ես առաջադրվել եմ որպես Գլենդելի քաղաքապետ, որովհետեւ հավատում եմ, որ քաղաքը պետք է կառավարվի հենց համայնքի խոսքով։ Հայկական համայնքը Գլենդելի սիրտն է, եւ սիրտը պիտի հանգիստ լինի այս քաղաքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր մասնակցության, ձեր աջակցության եւ հավատարմության համար։ Չեմ ուզում իմ անելիքների մասին երկար խոսել, դրա համար էլ պատրաստել ենք տեսանյութ, որտեղ մանրամասն կներկայացվի իմ հետագա անելիքների մասին։ Շնորհակալ եմ։ Ուրա բենան։ Ինչ ա եղել։ Շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ասա հասկանամ Դավիթը կապ ունի, զանգում ես չեմ պատասխանում, արագ ասա։ Արագ ասելու բան չկա, պետք է հանգիստ խոսենք։ Նստի մեքենանի մեքենա կգնանք։ Դավիթը գիտի, որ զանգել ես ինձ։ Զանգերից ու նամակներից բարձա, որ փնտրում է ինձ։ Հաստատ քեզ է։ Ուրիշ տեղ կխոսենք։ Մի հատ զանգանեմ, գամ նստի մեքենան։